Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր դեկտեմբերի 19։ Տերը պահում է նրա ամեն ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։ Սաղմոս 34-րդ գլուխ 20-րդ խոսք։ Այս խոսքը քննելով համատեքստից վերաբերում է երկայնամիտ արդար մարդուն։ Արդարի տառապանքները շատ են, բայց Տերը նրան ազատում է բոլորից։ Նա կարող է վերքեր և ֆիզիկական վնասվածքներ ստանալ, բայց մեծ վնաս չի կրի, նրա ոչ մի ոսկոր չի կոտրվի։ Սա մեծ մխիթարություն է Աստծո փորձված զավակի համար և մի մխիթարություն, որը համարձակվում եմ ընդունել անձամբ, քանի որ մինչ այժմ ես իրական վնաս չեմ կրել իմ բազմաթիվ տառապանքներից, չեմ կորցրել ոչ հավատքը, ոչ հույսը, ոչ էլ սերը։ Ընդհակառակը, ոչ միայն չեմ կորցրել բնավորության այս հիմնական գծերը, այլև ձեռք եմ բերել ավելի մեծ զորություն և կարողություն։ Հիմա ավելի շատ գիտելիքներ, ավելի շատ փորձ, ավելի շատ համբերություն, ավելի շատ կայունություն ունեմ, քան փորձություններից առաջ ունեի։ Նույնիսկ իմ ուրախությունը չկործանվեց։ Բազմաթիվ հարվածներ կրեցի հիվանդությունից, կորստից, դեպրեսիայից, զրպարտությունից և բախումից, բայց հարվածները լավացան և ոսկորների ոչ մի բարդ կոտրվածք չի եղել, անգամ ոչ մի պարզ կոտրվածք։ Պատճառը դժվար չէ կռահել։ Եթե մենք վստահենք Տիրոջը, նա հսկում է մեր բոլոր ոսկորները, և եթե նա է հսկում, կարող ենք վստահ լինել, որ դրանցից ոչ մեկը չի կոտրվի։ Մի տխրիր, ով սիրտ, դու տառապում ես, բայց քո ոսկորները չեն կոտրվում։ Համբերությամբ հաղթահարիր դժվարությունները և մարտահրավեր նետիր քո վախին։